Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից, շատ ուրախ եմ, որ միասին ենք։ Մենք մի լավ գործի նախաձեռնության մեջ ենք, ազգային խոհանոցի վերականգնում մարզ առ մարզ եւ հերթը այժմ Արագածոտնի մարզինն է, այսինքն ասել ես այն է, որ հիմա ներկայացվելի կերակրատեսակները Արագածոտնի մարզին բնորոշ կերակրատեսակներ են լինելու եւ այս գործում ինձ օգնում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ Աննա Մաթևոսյանը։ Կարող եք շարունակել, ծագողաստղ եւ այլն։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Լավ է, տրամադրությունդ լավ է։ Ինչպես միշտ։ Ինչ ենք պատրաստելու, նախ նշենք մթերքները, ինչ մշակում է անցել եւ մնացածն արդեն ընթացքում է։ Այո, պատրաստելու ենք այսօր ավանդական ապուրների տարատեսակներից մեկը, բոզբաշ։ Նշենք, որ բառը հայկական ծագում չունի եւ պղտոր բառից է, պղտոր է նշանակում, բաղադրիչներն Արագածոտնի մարզում հետեւյալն են, սիսեր ենք օգտագործելու, կարտոֆիլ, գարան արդեն խաշված փափկամիս, գլուխսող 80%-ով, չէ՞։ Հա, 80% եփվածություն ունի, գլուխսող ենք օգտագործելու, լոլիկ եւ կանաչ պղպեղ։ Ունենք նաեւ արգանակ էստեղ եւ օգտագործելու ենք յուղ։ Այո, հիանալի է։ Ինձ ինչ աշխատանք ես վերապահել, սոխը պիտի կտրատեմ, գիտեմ։ Բայց բոզբաշ բառի մասով, եթե քանզի դու նշեցիք, որ բառը հայը հունչ չէ, հայկական չէ։ Եվ այստեղ խնդիր է առաջանում։ Եվ միշտ այդ խնդրի առաջ մենք սկսում ենք հարց ու պատասխանի մեջ ճշտել։ Բարեկամներ, Օսմանյան կայսրությունում քրեորեն հետապնդելի էր ոչ թուրքերեն խոսելը։ Առավել ևս հայերեն։ Եվ ոնց պիտի հայը պատրաստեր կերակուր եւ ներկայացներ կամ անվանումը ներկայացներ կամ ինչ-որ մի բան։ Ուստի այդ ժամանակաշրջանում շատ ու շատ կերակրատեսակներ պատրաստման եղանակները, իր ծագումը հայկական են, բայց անվանումները ամբողջապես կամ թուրքական, կամ պարսկական լավագույն դեպքում, կամ արաբական, այսինքն այն լեզվահնչողության այդ վիճակի մեջ, որը որ ընկալելի կլներ Օսմանյան կայսրության ժամանակ այդ կայսրության հիմնական ցեղին կամ ազգին։ Այսպես որ ավելի հեշտ լինի։ Գնացինք, սոխը կտրատեցի ես։ Այո, ես կտաքացնեմ ընթացքում կացան։ Ասել ես այն է, որ մենք շատ չանդրադառնանք, շատ այսպես չկարևորենք այն հանգամանքը, որ զուտ հայկական կերակրատեսակներ, զուտ հայկական երևույթներ անվանվում են այլ լեզվով։ Սա է հիմնական պատճառը։ Մսակտորները, ինչպես նշեցինք, արդեն 70-ից 80% եփվածություն ունեն, եւ մենք առանձնացրել ենք արգանակը պարտադիր արգանակով։ Պետք է պատրաստենք, որպեսզի այդ համահոտային հատկանիշները ավելի ուժեղ լինեն եւ սննդարժեքը ավելի բարձր։ Նշեմ, որ միսը կարող ենք օգտագործել եւ մեծ բաժնեկտորներով, ինչպես որ մենք այսօր պատրաստվում ենք անել, եւ կարող ենք փոքր կտորների վերածել, նայած թե ինչպես ենք ցանկանում, որպեսզի լինի։ Մսակտորները արդեն պատրաստ են, նշեմ, որ սիսերը թրջված է 6 ժամ, 6 ժամ թրջելուց հետո նոր միայն կարող ենք խաշել, այս պարագայում մենք եփելու ենք ապուրի մեջ է պատրաստվելու մոտ 1.5 ժամ մեզ հարկավոր է լինելու, որպեսզի սիսերը պատրաստվի, քանի որ արգանակով ենք եփելու։ Ես ուզում եմ որպեսզի որ հանրությունը մեր հեռուստատիտողները քեզ ավելի լավ ճանաչեն, դու ինքդ ներկայացնես, որ շարունակական մասով կրթությունդ ինչ աստիճանի, հիմա որտեղ ես, ինչ ես սովորում եւ ինչի համար ես հենց այդ բաժինը սովորում նաեւ։ Սովորում եմ ագրարային համալսարանում որպես մսի տեխնոլոգ։ Արիշամ 4-րդ կուրսում եմ եւ դեռ 1 տարի ունեմ սովորելու, բայց բավականաչափ գիտելիքներ արդեն ձեռք եմ բերել եւ մսի հետ կապված ինչ-որ տեղեկություններ կարող եմ տալ։ Եվ փաստորեն մենք մեր մեծ զարգացման ծրագրում, եթե կարողանանք ունենալ բարձրագույն ուսումնական հաստատություն խոհարարական, արդեն մենք հիմիկվանից ունենք պատրաստի արդեն դասախոս։ Շնորհակալ եմ։
Պարտադիր նախորոքտակացրած տապակի մեջ ենք մենք սկսում բոլոր գործողությունները մեր տապակման։ Այս պահին տապակում ենք սոխը։ Թեթև կեղևապատվելուց հետո ավելացնելու ենք միսը, սա ջերմային մշակման կոմբինացված եղանակ է, որովհետև միսը արդեն խաշվել է մշակում անցել է։ Տապակելու ենք այս պահին։ Մասնագիտորեն դա ջերմային մշակման կոմբինացված եղանակ է կոչվում։ Նշեմ, որ կարող ենք նաև, եթե կերակրատեսակը պատրաստում ենք գարի մրսից, կարող ենք նաև սոխառածը տապակել դմակով։ Այո։ Եվ ավելի ճիշտ կլինի դմակով։ Հա, ավելի ճիշտ կլինի դմակով, եթե օգտագործում ենք գառան միս, չնայած մսի հետ կապված կարող եմ ասել, որ նաև տարբեր շրջաններում փոփոխվում է միսը։ Կարող է նաև այս նույն կերակրատեսակը հանդիպենք տավարի մսով։ Եթե քանի որ խոսքը գնաց մսերի տարբերության կամ օգտագործվելիք այդ տարատեսակների մասին, ես ուզում եմ նշել, որ դեռ ուրարտական, այսինքն Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մեր տարածաշրջանում հայերը 40-ից ավել տոկոս իրենց օգտագործվելիք մսեղենից օգտագործում էին գառի եւ ուլիբիս, այծի 20-20-ական տոկոս գալիս էր խոզի եւ տավարի եւ մնացած արդեն այլ մսեղեններ։ Այսինքն միշտ գերակշռել է գառի կամ այծի միսը։ Իմիջիայլոց տարածաշրջանների մեջ մենք երբ որ գնանք շարունակենք, դուք կտեսնեք, որ հենց տարածաշրջան կա, որ շատ ավելի այծի միս է օգտագործում, տարածաշրջան կա, որ շատ ավելի խոզի միս է օգտագործում եւ այլն։ Սա ուղղակի իմիջիայլոց ասեմ։ Մեզ մոտ սոխը արդեն կեղևապատված է, ունենք շատ թույլ նշմարվող ոսկեգույն երանգ եւ կարող ենք արդեն միս ավելացնել, որովհետեւ միս ավելացնելուց հետո ջերմային մշակման process-ը դեռ շարունակվում է, այսինքն մսի հետ դեռ պիտի սոխը տապակվի, այստեղ մենք կարող ենք տեխնոլոգիան բացատրել այսպես, միսը հարստացնում ենք սոխի համահոտային հատկանիշներով, այո։ Այո։ Շատ հետաքրքիր է, որովհետև բոզբաշների մի այլ տարբերակներ կան, որի ժամանակ սկզբնական ժամանակաշրջանում միսը հում ժամանակ կեղևապատվում է, նոր է խաշվում, նոր դրվում է արդեն ընդհանուրի մեջ խաշվելու համար։ Բայց հակառակն էլ կա, սա արդեն հակառակ տարբերակներ է։ Կիսախաշ, տապակել, նոր արգանակը վերցնել եւ այլն։ Իրականում ոչինչ չի կորչում, որտեղ արգանակը նույնպես վերցված է եւ այն էքստրակտիվ նյութերը հատկապես, որը մսից փոխանցվում է արգանակին, արգանակում արդեն արգա է։ Նշենք նաև, որ եթե ուզում ենք արգանակը ստանանք որպես այդպիսին հեղուկը սննդային արժեքով հարուստ, պետք է սառը ջրի մեջ ջերմային մշակման ենթարկենք մսի ոսկորը, իսկ եթե միսն ենք օգտագործում եւ ուզում ենք որպեսզի միսը սննդային արժեքով հարուստ լինի, պետք է օգտագործենք եռացող ջրով, խաշենք, որպեսզի մսի սպիտակուցների մեջ մենք կորուստ չունենանք, որովհետև քափը, որը դուրս է գալիս ջրի երես, իրականում դրանք մսի մահացած սպիտակուցներն են մակարդված։ Այստեղ ունենք արդեն գեղեցիկ ոսկեգույն երանգ եւ արդեն արգանակը ավելացնելու ժամանակն է, նշեմ նաեւ, որ արգանակը քամված է։ Ասենք, որ բոզբաշը նաև թանձրապուրների բաժնին է պատկանում։ Թանձրապուր է, թանձրապուր ասելով հասկանում ենք 70% մթերք և 30% հեղուկ։ Ավելացնում ենք սիսերը։ Սիսերը ավելացնում ենք այնպես, որ հաշվի առնենք, որ դեռ բացվելու տեղ ունի, արգանակի մեջ դեռ եփվելու է բավականին։ Եվ սիսերի հետ միասին նաև ավելացնում ենք կարտոֆիլը։ Քանի որ արգանակին աղ էր արված եւ նաեւ աղ արեցինք սոխառածի հետ, այդ պատճառով միայն եռալուց հետո համը կտեսնենք, եթե կարիք լինի, կավելացնենք աղ։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, աղ չենք ավելացնի։ Ոնց գիտես, այնպես է պատրաստ։ Ծածկում ենք, հենց եռած կրակը իջեցնում ենք եւ մարմանդ կրակով շարունակում ենք պատրաստել։ Ես առաջարկում եմ լոլիկը կլպենք։ Շատ լավ։ Պատրաստ պահենք, շատ
տհաճ բառ կա, որ հենց լսում եմ, չգիտեմ ինչ անեմ, մեկ-մեկ ասում են «Կեղևա զրկենք», չգիտեմ ինչ հա զրկենք։ Բառ կա, կլպում ենք, մաքրում ենք, ինչ զրկելու մասին է խոսքը, մոլուցք կա մի բան, ինչ-որ մարդկանց մոտ զրկելու, ինչ-որ բան արգելելու։ Չմտածված բառ է ուղղակի։ Շատ վատ է, յուրաքանչյուր բառ պիտի մտածված լինի։ Թույլատնում ենք նախ դանակի հակառակ կողմով լոլիկը, որպեսզի կարողանանք հեշտ ազատվել կեղևից։ Կամ եռացրած ջուր են լցնում վրան։ Տարբերակ է, եւս տարբերակ է, գործող տարբերակ։ Ասեմ, որ տապակելու ենք պղպեղն ու լոլիկը եւ պատրաստ լինելուց ապուրի 2-3 րոպե առաջ ավելացնելու ենք, կրակն անջատելու ենք եւ թողնելու ենք, որպեսզի փոխանցվեն համերը, բայց ոչ այնպես, որ երանգի կորուստ ունենանք, կանաչ պղպեղը պետք է իր գեղեցիկ կանաչ երանգը պահպանել։ Այո։ Երասնեի գիտես, սա էլ երացրած անեինք։ Դա էլ երացրած կարող ենք անել։ Իսկ եթե այսպես կլպենք, ինչ կարծիք ես։ Կարծում եմ, այս լոլիկները հնարավոր է այդպես կլպել։ Չէ՞։ Այո։ Չասրեցի։ Ես ձեզ կօգնեմ։ Ես ուզում եի ավելի լավ լինել, բայց եղավ ինչպես միշտ։ Լավ, մսի մասնագետ։ Լսում եմ։ Մենք այստեղ խաշեցինք, այսինքն կիսախաշ արեցինք 70-80%-ով եւ տապակեցինք։ Ինչ շահեցինք մենք այստեղ, արդյոք համի թե օգտակարության մեջ շահեցինք։ Բնականաբար եւ համի եւ օգտակարության երկուսն էլ այս դեպքում մեզ պետք են, անհրաժեշտ են եւ մենք մի գործողությամբ երկուսն էլ կարողացանք ստանալ։ Երկուսն էլ կարողացանք։ Հիանալի։ Եվ առաջարկում եմ, քանի որ մենք դեռ 1 ժամ պիտի պատրաստենք սիսերը, ընդմիջվենք եւ մի ժամից հետո կմիանանք ու արդեն կշարունակենք տապակելը վերջի պահին եւ լոլիկը եւ տակդեղը կդնենք ու արդեն կգնանք։ Կարող ենք այս պահին խոշոր կտորներով էլ լոլիկը կտրատել։ Այո։ Եվ արդեն կհանդիպենք 1.5 ժամ հետո։ Ու խոշոր կտորներով են կտրատում, բայց դե չափսը արդեն թող տնային տնտեսուհիները ընտրեն։ Կարող է նաև մանր լինել, կարող են իդեպ նշենք նաև, որ այս նույն կերակուրը կարող են պատրաստել գճուճի մեջ, բայց պետք է պարտադիր նշենք, որ եթե գճուճով են պատրաստելու եւ կավը նախորդ պետք է եռացրած ջրով մի 10 րոպե թողնել, որպեսզի ծակոտեները փակվեն, նոր միայն միսը դնել մեջը, որովհետեւ երբ որ լցնում ես ջուրը, հագենում է, ծակոտեները փակվում են եւ հակառակ դեպքում, եթե մենք դա չանենք, մսից է վերցնելու այդ ամբողջ օգտակարությունը, մսից է վերցնելու։ Այս պարագայում մենք ինչ որ անում ենք գազի վրա, նույնը դասավորում ենք գճուճի մեջ, արգանակը լցնում ենք եւ տեղափոխում ջեռուց։ 1.5 ժամ հետո արդեն կարող ենք մատուցել։ Հիանալի, սպասենք 1 ժամ հետո։ Ինչ անենք։ Անցավ մի ժամը։ Անցավ մի ժամը եւ արդեն ես ստուգեցի սիսերը պատրաստ է։ Մեզ մոտ հաջորդ գործողությունը մեզ մոտ բանջարեղենի տապակումն է եւ ձեզ կխնդրեմ խառը կանաչիներ կտրատեք, ավելացնելու ենք տապակված բանջարեղենի վրա։ Մաղադանոս։ Տապակը արդեն տաք է մեզ մոտ։ Ավելացնենք Սամիտ։ յուղը եւ սկսենք տապակել բանջարեղենը։ Սկզբից բնականաբար պղպեղն ենք տապակելու, հետո նոր ավելացնելու ենք լոլիկը։ Ցիտրոն, չի խանգարի, չէ՞ ցիտրոնը։ Իհարկե ոչ։ Կարծում եմ ընդհակառակը։ Ասպրամ կամ ռեհան, ինչպես ասում են, չէ՞։ Եվ համքեր։ Համեմ։ Պիտի տապակենք եւ մի փոքր աղ կավելացնենք բանջարեղենին։ ինչ աղ ենք օգտագործում։
Մենք օգտագործում ենք լոտուս ապրանքանիշի աղը։ Նշեմ, որ նաև ցանկության դեպքում կարող ենք նաև կծու ինչ-որ պղպեղ ավելացնել։ Ես գիտեմ, որ դուք սիրում եք կծու, դրա համար էլ առաջարկեցի։ Համարի, որ ցանկությունը կա։ Ինքնեմ։ Եվ արդեն կանաչին էլ կարող եք մոտեցնել։ Մոտեցնեմ։ Այսինքն թեթևագիկ երևապատմում է։ Այո։ Լավ է։ Ինչպես սկզբում նշեցի, պետք է նաև գույնը պահպանենք։ Այս գործողությունը տեսնելիս եւս մեկ անգամ համոզվում ենք, որ այն կերակրատեսակները, որ կամաց մաղվեց եւ հայկական կոչվող կերակրատեսակները մոռացվեց, հենց աշխատատար լինելու հետևանքով էր։ Այո, կարող է նաև դա լինել պատճառը, բայց չեմ ցանկանա, որ այդպես շարունակվի։ Հիմա ստուգենք խտությունը, ինչպես ասացի, 70-30%, քանի որ բոզբաշները, բոլոր տիպի բոզբաշները թանձր ապուրների շարքին են դասվում։ Թանձր ապուրների, այո։ Շատ ամեղ է։ Այո, վայ չուտողին։ Ավելացնում ենք տապակված մթերքները։ Այսպես, մենք գիտենք, որ համարյա որքան գավառ, որքան մեծ քաղաք, որքան այսպես նշանակալի բնակավայր, այդքան անուններով բոզբաշի տարատեսակներ կան մեր ազգային խոհանոցում։ Բայց տեսեք, որ այնուամենայնիվ տարբերություններ կան պատրաստման եղանակների մեջ, կան տարբերություն նախընտրված մթերքների մեջ, այնպես որ բազմազանությունը ապահովված է եւ այդ թանձրապուրները, որ բոզբաշ ենք անվանում, տարբեր են եւ յուրովի առանձնահատուկ են բոլոր գավառների բոզբաշները։ Ափսեն նախընտրել ես ափսեն, այո։ Եվ բանջարեղենը լցնելուց հետո մոտ 1-2 րոպե ենք թողնելու, որպեսզի շոգեհարվեն, միասին համերը փոխանցվեն եւ մատուցելու ենք արդեն։ Ես ուզում եմ քեզ հյուրասիրել էկզոնատ այս հիանալի զովացուցիչ ըմպելիքով, որը բնական մթերքներից է բաղկացած, ռեհանի թուրմ է եւ մեղրախոտով քաղցրացված, այսինքն որևէ կոնսերվանտներ եւ հատկապես շաքար չի պարունակում, բնական յութերից է, զովացիր խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր համ ունի, ռեհանի շատ ընդգծված նուրբ եւ միևնույն ժամանակ իրեն սպეციფიկ համ ունի, որը որ ես շատ եմ սիրում։ Պատրաստ է մեզ մոտ նաեւ բոզբաշը։ Խնդրեմ հոտ քաշեք։ Ինչպես է բուրմունքը։ Հիանալի, եթե միջև հիմա այս բուրմունքն եք չեն զգացել, մի քիչ կյանքը անիմաստ ենք ապրել միջև հիմա։ Ցանկանանք, որ բոլորի տներում ուրեմն լինի այս բուրմունքը։ Սա հատուկ ձեզ համար եմ լցնում, այդ պատճառով էլ կծու պղպեղել կդնեմ։ Իմիջիայլոց միջև կլցնի Աննան, կծվի մասին շատ են խոսում, կծուն նույնպես բարեկամներ բնակլիմայական պայմանների պահանջ է, հատկապես շոգ երկրներում, այսպես պարզ ասենք, ախորժակը ընկնում է եւ հետեւաբար ընկնում է նաեւ դիմադրողականությունը, իմունիտետը եւ կծու ամոքանքները օգնում են, որ մենք կարողանանք նորից ախորժակ ունենալ, սնվել նորմալ, որպեսզի դիմակայենք բոլոր փորձություններին։ Ապուրը լցնելիս էլ պետք է հաշվի առնենք, այնպես լցնենք, որ բոլոր բաղադրիչները տեսանելի լինեն, որ ճաշակողը տեսնի, թե ինչ ենք արել մենք այնտեղ պատրաստման ընթացքում, անգամ եթե չի մասնակցել պատրաստմանը։ Փորձեցի հնարավորին չափ բաղադրիչները տեսանելի անել եւ կխնդրեմ կանաչին դնեք նաեւ վերջում վրան։
ավելի ընդգծելու համը, քանի որ ասեմ, որ վերջին դրած համեմունքը ճաշակելիս զգում ենք առաջինը, քանի որ բոլոր մթերքներ ունեն եթերայուղեր, որոնք ջերմային մշակման ժամանակ գոլորշանում են, դուրս են գալիս գոլորշու տեսքով, իսկ վերջի դրած համեմունքը մնում են։ Այո, շատ հիանալի, մենք շատ ուրախ ենք Աննա, որ բոզբաշների ևս մեկ տարատեսակ մենք վերականգնեցինք Արագածոտնի բոզբաշը, շատ հիանալի, լավ եւ հետաքրքիր պատրաստման եղանակով, ապրես դու կեցես, եթե ունես որևէ ասելիք վերևս դրդոնի խնդրեմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ հնարավորություն ընձեռնեցիք ինձ պատրաստել բոզբաշի այս տարատեսակը, որովհետև բազմիցս պատրաստել եմ բոզբաշ ապուրը, բայց այս տեսակը առաջին անգամ էի պատրաստում եւ շատ հավանեցի, ինչի համար ձեզ շնորհակալ եմ, իսկ հեռուստադիտողներն էլ կցանկանան, որպեսզի ունենան անծայրածիր մտածողություն, երբեք չդադարեն մտածել, ստեղծագործել, արարել։ Ապրես դու եւ ինչու միացար հենց Արագածոտնի կերակրատեսակներին նաեւ, քանի որ մայրս Արագածոտնի շրջանից է եւ ես մեծ հաճույքով եւ ուսումնասիրում եմ եւ ձեզ հետ միասին պատրաստում։ Ապրես դու, բարեկամներ, դեմ չեք լինի, եթե ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Աննային եւ ցանկանանք, որ ինքը ինչպես ձեզ ցանկացավ, ինքը նույնը շարունակի, երբեք չկանգնի, երբեք չբավարարվի, իր իմացածով եւ միշտ առաջ եւ առաջ։ Շնորհակալություն Աննա, ապրես դու։ Աշտարակի բոզբաշ Գարամ փափկամիս 600 գրամ, սիսեռ 200 գրամ, գլուխ սող 100 գրամ, կարտոֆիլ 200 գրամ, կանաչ թարմ պղպեղ 160 գրամ, լոլիկ 400 գրամ, յուղ 80 գրամ, խառը կանաչի 60 գրամ, աղ 16 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, կերակրատեսակը հարկավոր է ճաշակել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ միշտ հիշենք, որ ազգային արժեքներն է, որ մեզ ապահովում է մեր ապագան այս խառնակ ժամանակաշրջանում։ Ուզում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։